Բարև իմ շացելի հեռուստադիտողներ, հեռուստաէկրանների մոտ եմ հրավիրում կանանց, քանի որ այսօրվա թեման բավականին լայն տարածում ունի կանանց շրջանում եւ իհարկե բոլորին է հետաքրքիր այն հարցերը, որոնք հենց նրանք կուղեին բժշկին։ Ինձ հենց դիմաց կանանց մեծ մասը խնդրել է այս թեման բարձրացնել Մեդինֆորմի շրջանակում, այդ պատճառով էլ ես Իզմիրլյան բժշկական կենտրոնի գինեկոլոգ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գայանե Մկոյանի հետ այսօր կխոսեմ հենց էնդոմետրիոզի մասին։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Թեման շատ հետաքրքրում է մեր կանանց, ենթադրում եմ, որ խնդիրը բավականին լայն տարածում ունի։ Այո, խոսենք այս հիվանդության մասին, ինչ է իրենից ներկայացում էնդոմետրիոզը, որ տարիքից այն սկսվում առհասարակ։ Այո, իհարկե խնդիրը լայն տարածում ունի եւ կանանց մոտ գրեթե 10%-ը տառապում են այդ հիվանդությունով։ Սակայն ես եւ փորձը ցույց է տալիս, որ 10% դեռ քիչ ասված է, որովհետեւ էնդոմետրիոզը նաեւ ունի ասիմպտոմ, այսինքն առանց սիմպտոմ ընթացք։ 10% վերաբերվում է սիմպտոմատիկ ընթացքներին։ Էնդոմետրիոզը ինքը քրոնիկ հորմոն կախյալ հիվանդություն է, որի ժամանակ էնդոմետրիալ բջիջները, այսինքն արգանդի խոռոչի տեղավորված, որ պետք է լինի միայն արգանդի խոռոչում հորմոն կախյալ բջիջները, իրենք տարբեր պատճառներով միգրացիայի են ենթարկվում տարբեր օրգան համակարգեր։ Եվ քանի որ իրենք ընդհանուր ազդեցության տակ են նույն ձևի գտնվում հորմոններից, օրգանիզմի հորմոններից, անցնում են բոլոր փուլերը, եթե լինեին արգանդի խոռոչում, այսինքն ենթարկվում են պրոլիֆերացիայի եւ դեսկվամացիայի։ Իրենք չաղանում են, ես միշտ իմ հիվանդներին այդպես եմ բացատրում, չաղանում են եւ արունահոսում են։ Արգանդի խոռոչում արունահոսելով կինը դաշտան է տեսնում, բայց եթե նրա բջիջները տեղավորվում են, միգրացվում են այլ օրգան համակարգեր, արունահոսում է տվյալ օրգանում։ Բնականաբար ամենամոտ գտնվում է արգանդի պատը, միոմետրիումը, որը որ առաջացնում է հիվանդություն, կոչվում է ադենոմիոզ, տարածված է շատ, տեղավորվում են ձվարաններում, ձվարանների էնդոմետրիոզ, փոքր կոնքում, փոքր կոնքի էնդոմետրիոզ։ Այսինքն դա բոլորին է սպառնում բժշկուհի, թե տարիքի հետ ենթադրենք, թե հիմնականում դա ռեպրոդուկտիվ շրջանի, ռեպրոդուկտիվ կանանց մոտ է լինում, որովհետև իրենց մոտ է այդ հորմոնների եւ դաշտանային ցիկլի արկայությունը, առողջությունը, հորմոնների ճիշտ աշխատանքը։ Այսինքն դաշտանային ցիկլի անցնելուն զուգընթաց կանցնի նաեւ էնդոմետրիոզը, այսպես է։ Ես նաեւ բացատրում եմ միշտ, որ դա դաշտանային ցիկլի հիվանդություն է։ Չկա դաշտան, չկա այդ հիվանդությունը։ Քանի դեռ կինը ռեպրոդուկտիվ շրջանում է, տեսնում է դաշտան, հիվանդությունը միտում ունի միայն խորանալու։ Եթե դա դուք արդեն ձեռք եք բերել, ինքը միտում ունի միայն խորանալու։ Իսկ ինչի՞ց է այն առհասարակ առաջանում։ Մինչ օրս ամբողջ գիտական բժշկական աշխարհը իհարկե վիճումների մեջ է եւ բավականին վերջերս երկու ամբողջ օր տրամադրվեց մեծ կոնֆերանս տեղի ունեցավ միջազգային մեր Երևանում եւ այդ մասին պատկերացեք երկու ամբողջ օր խոսվել է միայն էնդոմետրիոզի մասին։ Եվ պատճառները շատ են եւ տարբեր են, տարբեր բժիշկներ հակված են տարբեր թեորիաների, բայց իտոգում այն է տեղի ունենում, որ ռետրոգրադ, այսինքն հետ հոսք է տեղի ունենում դաշտանի եւ էնդոմետրիալ բջիջները կպնում են որևիցե օրգանին, որտեղ որ հետ հոսք է տեղի ունեցել արգանդափողերով։ Այսինքն ինչպես է հետ հոսք տեղի ունենում։ Նայեք, հետ հոսք կարող է լինել արգանդի հակառակ կրճատումից, հա։ Հետ հոսք կարող է տեղի ունենալ, երբ որ կոնքի կամ որովայնի ճնշումը շատ բարձրանա։ Ինքը ներծծում է տեղի ունենում արգանդի պատի մեջ, մեխանիզմը արյան միջոցով կամ արգանդափողերի միջոցով էնդոմետրիալ բջիջների հոսքն է ու տեղակայումը եւ իմպլանտացիան, այսինքն ինքը կպնում է, բացի նրանից, որ ինքը հետ հոսք է տեղի ունեցել, նաեւ պետք է կպնի այդտեղ ու ինքը սկսի աճել ու ենթարկվել հորմոնալ փոփոխություններին։ Այն նշեցիք ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ է լինում, բայց սա կարող է չբերության հանգեցնել։ Միանշանակ։ Բուժման վերաբերյալ մենք ունենք երկու տարբերակ՝ կոնսերվատիվ եւ օպերատիվ վիրահատությունների միջոցով։ Կոնսերվատիվ բուժման մենք ենթարկում ենք այն կանանց, որոնք որ դեռ չեն պլանավորում կամ դեռ սեռական կյանքով չեն ապրում,
բայց իրենց մոտ արդեն ախտորոշվել է էնդոմետրիոզ, այսինքն կոնսերվատիվ բուժումների ենթարկվում են այն կանայք, որոնք որ ունեն արտահայտված ցավային սինդրոմ, այլ գանգատներ էնդոմետրիոզի եւ բուժումը ստանում են կյանքի որակը բարձրացման նպատակով։ Ռեպրոդուկտիվ կանայք շատ հաճախ դիմում են ճբերության գանգատով, քանի որ նշել է վերը, որ նաեւ ասիմպտոմ ինքը ունի ընթացք, զույգը առողջ, պրակտիկ առողջ զույգը դիմում է, որ մի տարի եւ ավել ապրում է սեռական կյանքով, սակայն հղիություն տեղի չունենում։ Հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ կինը ունի էնդոմետրիոզ, որը որ հանգեցրել է ճբերության։ Քանի որ արյան հոսքը, հետ հոսքը եւ էնդոմետրիալ բջիջների ոչ ճիշտ տեղակայումը բերում է նրան, առաջանում է փոքր կոնքում կպումներ, որը որ բերում է փողերի անանցանելիության։ Եվ այդ կանանց մենք սկսում ենք բուժումը վիրահատության միջոցով, այսինքն կատարվում է էնդոսկոպիկ վիրահատություն, լապարասկոպիա եւ գիստերոսկոպիա։ Լապարասկոպիայի ժամանակ մենք հեռացնում ենք էնդոմետրիալ բոլոր օջախները, ռևիզիա ենք կատարում, այսինքն զնում ենք ամբողջ արդեն մակրոսկոպիչսկի աչքով տեսանելի եւ հեռացնում ենք բոլոր օջախները։ Գիստերոսկոպիա անպայման նույնպես ցուցված է այդ կանանց, որովհետեւ միայն լապարասկոպիկ մենք չենք կարող գնահատել արգանդի խոռոչը եւ արգանդափողերի անցանելիությունը։ Դա ամբողջական վիրահատության ծավալն է, որով կարելի է օգնել տվյալ զույգին տալ հնարավորություն հղիանալու։ Բժշկուհի, այլ ամբողջական պատկերը հասկանալի է, սակայն կան դեպքեր, երբ կանայք պարզապես չեն հասկանում ում դիմել կամ ինչ է իրենց հետ կատարվում։ Խոսենք խնդրեմ գանգատներից, կլինիկական պատկերից։ Կլինիկան շատ տարբեր կարող է լինել, նախ նշել եմ էլի նորից ասիմպտոմ, եթե կինը գանգատ չունի, դեռ չի նշանակում, որ ինքը ոչ մի խնդիր չունի եւ պետք չի 5-10 տարին մեկ պետք է այցելել գինեկոլոգին։ Դրա համար եթե չկան գանգատներ, միևնույն է, գոնե տարեկան տարին մի անգամ անպայման հորդորում ենք, կրթում ենք մեր հանրությանը, մեր կանանց, որ դիմեն հետազոտությունների։ Էնդոմետրիոզի գանգատները շատ բնութագրական են եւ արտահայտվում են սուր ցավերով, հատկապես ցավերը ուժեղանում են դաշնանային ցիկլի ժամանակ։ Ամբողջ ամսվա ընթացքում ամսվա կտրվածքով կինը ունենում է ցավեր, որը որ սրանում է ցիկլի ժամանակ։ Դա առաջի ահազանգն է, որ մեզ հուշում է, որ հնարավոր է կինը ունի էնդոմետրիոզ։ Փոխվում է դաշնանային ցիկլի բնույթը, փոխվում է քանակական եւ որակական։ Դաշնանային ցիկլը դառնում է շագանակագույն, հնարավոր է սկսվի շագանակագույն, վերջանա շագանակագույն, սև մազութանման դաշտանային ցիկլ կարող է կինը տեսնել։ Դա առաջին նշանն է երևի թե։ Դա առաջին նշանն է, որ կնոջ մոտ այո, սկսվել է էնդոմետրիոզ։ Բնականաբար շատ ավելի ուշ բաց թողնված դեպքերում կինը նշում է գանգատներ, որը որ հատուկ է այն օրգանին, որտեղ է ունեցել էնդոմետրիալ բջիջների տեղակայումը, այսինքն հնարավոր է միզապարկ տեղակայվել, հնարավոր է ուղիղ աղիք, հա, փոքր կոքի հարակից օրգաններին, արգանդին հարակից օրգաններում է իմպլանտացիան տեղ ունենում, եւ տեղավորվելով միզապարկի պատի մեջ եւ խորանալով, ներաճելով միզապարկ, կինը ցիկլի ժամանակ հնարավոր է նշել արունային արտադրություն, արունային մեզ կամ ղանքի հետ արուն նորից, որը որ ընթանում է նաև ցավերով, այսինքն բարդացած էնդոմետրիոզների ժամանակ։ Իսկ աղիքային խնդիրներին, այո, նման ախտանշաններ ունի։ Այո, ինքը եթե տեղավորվում է իմպլանտացիան տեղի ունենում ուղիղ աղիքի պատի մեջ, հնարավոր է գեմարոյի հետ, թութքի հետ շփոթել իրեն, հա, որովհետև թութքի ժամանակ էլ նույն արունային արտադրությունն է լինում է։ Բայց իհարկե այստեղ շատ բնորոշ է, որ կինը այդ գանգատները նշում է հենց ցիկլի ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է ճիշտ անամնեզ հավաքելը։ Այո, եւ ճիշտ նաեւ կինը կենտրոնանա իր խնդրի վրա, այսպես կարող ենք ասել։ Խոսենք վերջնական խնդրի լուծումից, ինչ լուծում է պահանջում այս խնդիրը, այն նշեցիք վիրահատական հիստերոսկոպիկ։ Արդյոք սա կարող է կրկնվել եւ կինը պետք է նորից մշտապես լինի ուշադրության կենտրոնում բժշկի հետ կապի մեջ։ Այո, դա նշել է վերը, որ դա քրոնիկ կանացի հիվանդություն է եւ հորմոն կախյալ։
քանի որ վիրահատությունը դա մեզ օգնում է, որ մենք վերացնում ենք հետևանքը հիվանդության, բայց պատճառը մնում է։ Պատճառը հորմոնալ դիսբալանսն է, էստրոգենների շատ լինելը եւ պրոգեստերոնի քիչ լինելը։ Բնականաբար վիրահատությունից հետո, եթե կինը չի պլանավորում դեռ հղիություն, մենք հորմոնալ բուժում ենք նշանակում։ Եթե պլանավորում է հղիություն, ասում ենք ժամանակն է, գնացեք պլանավորեք ձեր հղիությունը եւ վիրահատությունը մենք կատարում ենք այդ նպատակով, որպեսզի կինը կարողանա հղիանալ։ Եվ այն աղջիկները կամ այն կանայք, որոնք որ չեն պլանավորում հղիություն, մենք վարում ենք կոնսերվատիվ հորմոնալ բուժումով։ Հիմա վերջերս դա նոր բժշկությունով է ի հայտ եկել, մեզ արդեն բավականին լայն կիրառում ենք եւ ունենք բավականին մեծ փորձ տեղադրելով հորմոն պարունակող սպիրալներ, որը որ էնդոմետրիոզի լավագույն դեղորայքային բուժումն է համարվում։ Բայց դա ընդհանուր օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա չի ազդում։ Այդ հարցն էլ շատ են տալիս հիվանդները, երբ որ առաջարկում ես, մանավանդ երբ որ դու բացատրում ես, որ սպիրալը տեղադրելուց ցիկլը հնարավոր է խախտվի եւ ընդհանուր մինչեւ որ դուք դաշտան չունենաք, խառնվում են ոնց կլինի առանց դաշտան, բացատրում ենք, որ դա կլիմաքսը չի, որովհետեւ ձվարանների հորմոնների վրա ազդեցություն չի ունենում, ինքը ճնշում է այն հորմոնը, որը նպաստում է էնդոմետրիալ բջիջների աճին եւ նպաստում է այն հորմոնին, որը որ բերում է էնդոմետրիալ բջիջների ճնշմանը, այո, եւ չկա դաշտան, էլի նորից վերադառնանք, չկա այդ խնդիրը, կամ հղիանում եք, դաշտան չեք ունենում, խնդիրը որոշակի սկսվում է նահանջել, կամ տեղադրում ենք սպիրալը հորմոն պարունակող, որը ինչ խնդիր է լուծում։ Լուծում է էնդոմետրիալ բջիջների գերաճը կամ առհասարակ աճը։ Բայց կինը որևէ արտաքին փոփոխության չի ենթարկվում, էմոցիոնալ, առաջի հերթին իհարկե հետաքրքիր է մեր կանանց, բայ ես չեմ չաղանա, չեմ մազոտի, ոչ չեն չաղանում, չեն մազոտում, այլ օրգան համակարգերի վրա ոչ մի ազդեցություն չի լինում։ Էմոցիոնալ առումով նույնպես կայուն են մնում։ Միշտ բացատրում եմ էլի նորից, հիմա դուք ասում եմ դաշտանի մեջ չեք, չէ՞, ոնց եք ձեզ զգում։ Մոտակա տարիներին նույնպես եք լինելու, ոնց որ դաշտանը նոր վերջացել է։ Բայց ո՞րն է ավելի կարևոր վերացնել այս խնդիրը եւ դաշտանային ցիկլ չտեսնել, թե դաշտանային ցիկլ տեսնել պահպանելով էնդոմետրիոզի խնդիրը։ Եթե դուք դեռ դաշտանային ցիկլ չեք տեսնում, դա դեռ չի նշանակում, որ ձեր օրգանիզմը ինչ որ ձևով դրանից տառապելու է։ Դա բժշկական առումով իհարկե ասում եմ, ոչ թե որ դուք ոչինչ չեք արել, երիտասարդ կին եք, դաշտան չունեք, օքեյ է, ոչ։ Իհարկե կինը, առողջ կինը, երիտասարդ պետք է դաշտան ունենա, ռեգուլար դաշտան ունենա։ Բայց եթե դա վերաբերվում է էնդոմետրիոզին, նախընտրելի է դաշտան չտեսնել, քան մնա էնդոմետրիոզը ել ավելի խորանա ու դառնանք վիրահատության պատճառ ունենանք այդտեղ։ Այո, հանգեցնի դա վիրահատության։ Շնորհակալ եմ բժշկուհի շատ հետաքրքիր ինֆորմացիայի համար, կարծում եմ բոլոր այն կանայք, ովքեր խնդրել էին ինձ այս մասին պատրաստել հաղորդում, ստացան իրենց պատասխանները։ Շնորհակալություն հրավերքի համար։ Հարգելի հեռուստադիտող, դե ինչ էնդոմետրիոզը շատերիդ ուշադրության կենտրոնում էր, հարցերը տարատեսակ էին, իսկ Իզմիլյան բժշկական կենտրոնի գինեկոլոգ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Գայանե Մկոյանը պատասխանեց բոլոր ձեր հարցերին։ Այսպիսին էր այսօրվա Մեդինֆորմը, եղեք առողջ, հաճախ շփթացեք, մենք կհանդիպենք։